իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով իդեալ համակարգի ցանկացած խալոցրան։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Ինչպես ասացինք, նախորդ մեր հյուրերի հետ քննարկումներին, ռուսներն ինչ-որ շատ են ակտիվացել, ընդ որում զուգահեռաբար էլ Եվրոպայում, եվրոպական ժողովրդական կուսակցությունն է իր լիարժեք համերաշխությունը հայտնում Հայաստանի եվրոպական ձգտումներին, Ռուսաստանում ինչ-որ կուրատոր է փոխվում, կուրատոր է նշանակվում ինչ-որ մի չինովնիկ, որը հայտնի է Kinder Surprise մականունով և որի հետ է կապվում 98 թվականի դեֆոլտը, որը ժամանակին դեմոկրատի համբավ ուներ, հիմա վերածվել է ուղղակի Կրեմլի այսպես մի ֆունկցիոների, կարծեք թե դրանից ինչ-որ բան է փոխվելու Ռուսաստանի մոտեցումներում կամ ռուսական քաղաքականություն է փոխվելու, ոչ, ընդհանրապես փոխվելու է մարտավարությունը, վռնդվելով դռնից փորձելու են մտնել օդանցքից, ահա և ողջ ինչպես ասում են, հարցի շուստրիությունը, որը փորձում են ռուսները կիրառել Հայաստանի նկատմամբ առաջիկա 14 ամիսների ընթացքում։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել տեսակապով մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հյուրընկալվելու համար։ Պարոն Սաֆարյան, ոչ վաղ անցյալում հայերին մեղադրեցին 44-օրյա պատերազմ հրահրելու մեջ, ոնց որ ասում են դարդներս քիչ էր, հիմա էլ ռուս ցարին նամակ են գրում դեղ Գյուլիստանով, Թուրքմենչայով և նաև որ ռուս ժողովուրդն ու ռուսական պետությունն են մեզ փրկելու, հա? Ինչու է այս ամենն արվում, ինչու է սա հրապարակվում, այսինչ անհանգստություն, այսինչ ակտիվություն է դրսևորվում այս ռուսական ազդեցությամբ ոգեշնչվող շրջանակներում, համեցեք։ Ամեն ինչ շատ բացատրելի է, ամեն ինչ շատ հասկանալի է ժամանակային և կոնտեքստի բովանդակության առումով, ընդհանրապես ինձ ձեզ հայ հասարակության, հայ ժողովրդին խոշոր առումով, անծանոթ չէ նամակ ռուսաց թագավորին շարքը, Ռուբեն, ես այսօր նամակը կարդացի և անկեղծ ասած եթե մտածում էի, որ դուք ձեր անձնական տիրույթում ոչ որպես իհարկե փորձագետ կամ հաղորդավար կամ պոդքասթավար, բայց երբ ասում եք Պուտին պամագի, ես մտածում էի կարողակի դիտևավոր խոսք է, դեպքերեցության համար կրկնում եք, բայց ես անկեղծ ասած այդ նամակից խղճահարության ծանրագույն զգացողություններ ունեցա մի մարդու հանդեպ, ով գոնե քարոզչական դաշտում ներկայացվել է հրամանատար, գիտեք, այլ բան է Զորի Բալայանիզմը, երբ նամակի հեղինակը այսպես ասած լիրիկական դաշտից, սենտիմենտալ դաշտից մեկն է, որը կարող ենք համարել, որ զոհ է պատմության պրոպագանդիստական որոշակի դրսևորումների և այլն, բայց այլ բան է, երբ նման նամակ գրում է
նման աղերսանքով, նման ողորմելիությամբ, ուրեմն խնդրանքով դուրս մեկը ով ներկայացվել է եւ ներկայիս սերնդին եւ մեզ բոլորիս նախկինում որպես Արցախյան գոյամարտի հրամանատարներից մեկը ստորում նրան վիճակվել է նաեւ լինել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար պատմական բավականին բարդ ժամանակահատվածում եւ երբ կինոժապավենի նման իրադարձությունների հետ է տալիս սկսում ես նաեւ հասկանալ Արցախի հետ կատարված ողբերգությունը իր բոլոր խորհրդներով որովհետեւ ես իհարկե հասցրել եմ շատ կարճ բայց շատ դիպուկ արձագանքել այս ամոթալի դրսևորմանը անպատվաբեր հրամանատարին ոչ հարիր եւ ընդհանրապես այսքան տառապանքներով անցած ժողովրդի ներկայացուցիչին ոչ հարիր գործելավոճով սալվակի իմ երևակայությունից դուրս է որտեղ Ռոբեն մենք շատ հաճախ այդ խոսանքը ներկայացնում ենք Խաչատուր Աբովյանով ով դեռ 1800-ականներն էր եւ կարող էր պատկերացում ունենալ ինչ է ռուսական փրկությունը օրհնված է ռուսի ոտը ոչ Ռուսաստանի կամ ռուսական կայսրության շահերը համընկնում են արդյոք հայ ժողովրդի եւ Հայաստան պետության շահերի հետ թե ոչ այլ բան է Իսրայելորի այլ բան է անգամ նույնիսկ եմ կրկնում 2013 թվականին Զորի Բալայան այլ դաշտից բայց այլ բան է որ ուրեմն նման նամակ գրում է հրամանատարի ուսանողներով մեկը զինվորական որը ներկայացվել է գրեթե այսինքն Արցախյան ազատամարտի փառահեղ հրամանատարներից մեկը դա ողբերգություն է մարդկային առումով ինձ համար եւ կարծում եմ շատ-շատերի համար ովքեր հասկանում են թե ինչ է նշանակում այսքան հավիտներից հետո որի հետևում անհնար է թաքցնել ռուս-թուրքական հերթական համաձայնությունը անհնար է չկարդալ ռուս քաղաքագետների պաշտոնյաների տեքստերը անհնար է կարդացած չլինել նոյեմբերի 9-ի հայտարարությունը որպես անվտանգության խորհրդի քարտուղար եւ կանգնել դրանից հետո նամակում գրել որ Արցախի հայությունը հայրենազրկվել է ուրեմն ինչ հանգամանքների բերումով ոչ տղամարդություն հերիքի ոչ քաջություն հրամանատարի քաջություն բավականացնի չնշելու թե որոնք են այդ ինչ հանգամանքները մոռանալ որ եղել է նոյեմբերի 9-ի հայտարարություն մոռանալ որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը եղել է այն պայմանը որով Ռուսաստանը կանգնեցրել է նույն համաձայնության դեպքում Ռուսաստանը կանգնեցրել է պատերազմը եւ ինքը թերևս այդ երակողմ հայտարարության մեջ մեկ դուրս կողմ է եղել հայկական կողմը բոլորը շահել են Ադրբեջանը շահել է Ռուսաստանը շահել է որտեղ տասնամյակներով ամեն ինչ մտմտում էր որ այնտեղ տեղակայ միակ հակամարտության գործին ինչպես շեշտվում էր շատ դեպքերում մինչև 20 թվականը միակ հակամարտության գործի որտեղ տեղակայված չէին ռուսական խաղապահները ռուս խաղապահներ ինչպես Տրանսնեստրիայում ինչպես հարավային Օսիայում եւ Աբխազիայում եւ այդ գործում տեղակայեցին դառնալով շահողներից մեկը երկրորդ շահառուն եթե չասեմ առաջ շահուն կից հետո չհասկանալ ինչ է կատարվել քո հետ չհասկանալ ինչ է կատարվել Արցախի հետ չլսել Շոյգուի հայտարարություններ չլսել Պուտինի հայտարարություններ Արցախի պատկանելիության մասին Ադրբեջանի պատկանելիության մասին գալ կապել հայրենական պատերազմի հետ նացիզմի դեմ մեր պապերի այսօր եւ իմ պապի քո պապի դարած հաղթանակի հետ մոռանալ որ նույն Ալիևը երբ հարձակվել էր Արցախի վրա հենց ինքն էր հայկական ֆաշիզմի դեմ հռչակել Ադրբեջանի մեծ հայրենական պատերազմը գալ եւ մայիսի 9-ի կապակցությամբ Վլադիմիր Վլադիմիրիչին շնորհավորել ու աղերսագին խնդրել դա նշանակում է լինել հուսահատության ողորմելիության վերջին փուլում եւ բայց այդքան պրիմիտիվ չհամարենք իրեն որովհետեւ այն դիսկուրսը որը բացել է Վիտալի Պալասանյանը իրականում մեկ մեղ ունի խոբեն ես դրա մասին գրել եմ այդ մեղը հետեւյալն է
Արցախի փրկությունը եւ Արցախի փրկությունը շարունակում է մնալ եւ լինել Ռուսը եւ Ռուսաստանը։ Սա ինձ եւ ձեզ ծանոթ բանաձևն է, որը բարձրաձայնել է Տեր Սարգսյանը, որ Արցախի բանալին եւ Արցախի պատերազմի կանգնեցման բանալին ուրեմն Մոսկվայում։ Սա մի բանաձև է, որը հնչեցրել է Ռոբերտ Քոչարյանը, սա մի բանաձև է, որը հնչեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եվ այս երեք իրար հաջորդած նախագահությունները Հայաստանին եւ Արցախին կանգնեցրել են հայտնի կոտրած դաշտակի առջև, եւ հիմա Վիտալի Բալասանյանը կրկին շրջանառության մեջ է դնում ոչ թե այն, որ ինքը հավատում է, որ Ռուսաստանը եւ ռուս ժողովուրդը Արցախում կվերադարձնեն Արցախ, այլ որովհետեւ այդ դիսկուրսը պիտի շարունակեր մեկ այլ դիսկուրսի, որը օրեր առաջ բացել է Ռոբերտ Քոչարյանը, խոսելով դեպի Ռուսաստան ճիշտ ընտրության մասին, այդ կոնտեքստում քննադատելով Ուկրաինայի եւ նրա նախագահներին, Ուկրաինայի ժողովրդին, որ սխալ ընտրություն են կատարել, չեն հաշվի առել իրենց հարևանի անտանգային մտահոգությունները, կարող էին, ես ցիտում եմ բառացիորեն Ռոբերտ Քոչարյանին, կարող էին ուրեմն միաժամանակ շահել եւ Եվրոմիությունից եւ Ռուսաստանից, բայց ինկատի ունենալ, որ իրենց հարևանը աշխարհի դինամիկ զարգացող պետություններից մեկն է, լսում եք ինչ բառեր օգտագործել Ռուսաստանի հասցեին։ Այս ամբողջը ճիշտ է Ռուսաստանն է, այսինքն Ռոբերտ Քոչարյանի բացատրած դիսկուրսը ճիշտ է Ռուսաստանն է։ Ուկրաինայի դեմ պատերազմում ճիշտը Ռուսաստանի կողմն է կամ Ռուսաստանը ճշտի կողմն է։ Այս դիսկուրսը սա է։ Վիտալի Բալասանյանը շարունակել է այդ դիսկուրսը եւ ասել է Արցախի փրկությունը կրկին Ռուսաստանն է։ Արցախի ժողովրդի փրկությունը կրկին Ռուսաստան, հետեւաբար պիտի 2026 թվականին քվեարկեն ռուսամետ քաղաքական գործի կողմից։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը կրկին ինքն առաջադրվել է հիշեցնելով Կրեմլին, որ ինքը կա, իսկ նրանից առաջ Վարդան Ղուկասյանն է ուրեմն Գյումրիում նրան հռչակել միակ տղամարդու կոնցեպտը զարգացրել է Միքայել Աջաբահյանը, հա, Պլյուս միութենական պետություն, ապրեց, միութենական պետություն պիտի մտնի Բելարուսի կարգավիճակով, այո, Բելարուսի կարգավիճակով Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ասել Ռուսաստանը ճիշտն է, Ուկրաինայի օրինակը նա հենց այնպես չի մեջ բերել անմեղ ուսանողների եւ դեռևս բավարար գիտելիքներ ունեցող մեծ երիտասարդ սերնդի առջև, իմանալով որ նրանք փաստերին չեն տիրապետում եւ այս ամբողջ դիսկուրսները հարաբերությունում նպատակ ունեն, ես դեռ վերադառնամ, որ Վիտալի Բալասանյանը շատ լավ գիտի, որ ինքը չի լուծում արցախցիների խնդիրը, որ ինքը չի լուծում արցախահայության խնդիրը, ինքը միամիտ տղա չի։ Փողեր հաշված գեներալները, Ռուբեն, միլիոնների փողեր հաշված գեներալները այդքան միամիտ տղեկ չեն հայրականության մեջ։ Նրանք այդ մի բան գիտեն, նրանք պետք է այնպիսի մի հատ մթնոլորտ ձևակերպեն հայ ընտրողների համար, որ 2000-2026 թվականը կարողանան հասարակության ինչ-որ մի հատվածի թեքեն դեպի Ռուսաստանը, ինչ-որ ընտրազանգվածի թեքեն դեպի Ռուսաստանը եւ ընտրեն Ռուսաստանի թեկնածուին եւ ահա սա է ամբողջ նրամտությունը, այս Արցախը Արցախահայության ողբերգությունը այս մարդկանց մտքում երբեք չի եղել, հիմա էլ չկա։ Նրանք առաջարկում են ոչ թե արցախցիներին Արցախ վերադարձնելու բանալի լուծումներ, այլ նրանք ուղղակի լուծում են իշխանության զավթման, Հայաստանում իշխանության զավթման խնդիր, դրա համար բացում են դիսկուրսներ, որոնք բոլորը օրգանական կապի մեջ են մեկը մյուսի հետ, մեկը մյուսին շարունակում են, ձևավորում են այսպես մի ճշտից հետո մյուս ճիշտը տղամարդ ղեկավարն է, տղամարդ ղեկավարը պետք է լինի Ռոբերտ Քոչարյանի նման։ Ինչպես մտածում Ռոբերտ Քոչարյանը մտածում է, որ ճիշտը Ռուսաստանն է, ճիշտը Ռուսաստանին չզայրացնելն է, ճիշտը Ռուսաստանի պայմանները ընդունելն է, ճիշտը Ռուսաստանի հպատակությամբ ապրելն է։ Բա դրա ի՞նչն է տղամարդ։ Եվ այդտեղ իրան այդ հոսանքը լրացնում է Վիտալի Բալասանյանը այդպես մի քանի օր ուշացումով, որ հայի փրկությունը, արցախահայության փրկությունն էլ Ռուսաստանն է եւ
Բայց արի մի բան նայեք, դու հիշատակեցիր ես ամեն ինչը։ Ինչն էր սարսափելի, ես չէի նկատել եւ քիչ առաջ Facebook-ում իմ գրառման տակ ընկերներից մեկը նկատել էր, որ Վիտալի Բալասյանն եւ որ հիշել է հայրենական պատերազմում հայ ժողովրդի նահատակություն եւ metagույն ներդրումը, որը փաստ է, միայն առանձնացրել է նրանց, ովքեր ծախումով Արցախցի են։ Միայն առանձնացրել է նրանց։ Ինքը նույնիսկ այդտեղ են հարամություն արել, դիտակցված թե չդիտակցված, այն 600,000-ը, որ մենք տվել ենք հայնական մեծ պատերազմին, նույնիսկ դրանից են առանձնացրել նրանց, որոնք իրենցն են համարում, իրենց մենքի մեջ են։ Ու այս այլանդակ մտածողությունը, որը բերեց հայաստանցի արցախցի աջակցին եւ որի հիմքում հենց այս մտածողությունն էր, սադրողը հենց այս մտածողությունն էր, որ իրենց մենքում մենք չկայինք, բայց մեր մենքում իրենք կային 30 տարի շարունակ։ Մենք բոլորիս ասել ենք մենք, իրենք ասել են մենք դուք, եւ նույն այլանդակությունը դրսևորվեց շատ ավելի այլանդակ ձևով Ռոբերտ Քոչարյանի արտադրություն, երբ նա մեր մասին սկսեց խոսել երրորդ դեմքով։ Սա յոթեն ասում են միտքը չունի մի գաղտնիք, որը վարկը Երևան չբերի։ Նա ենթագիտակցորեն սպրդեց, որ ինքը մեր մենքի մեջ չի մտնում, որ ինքը պատերազմը սադրել են հայերը։ Սա կարող է ասել միայն երրորդ կողմը։ Հիմա սա է, բայց ավարտեմ հարցից մի դիպուկ պատասխան եւս տալով, ես հասկանում եմ, որ ավելի շատ ես եմ խոսում, քան դուք, Չէ, իհարկե, տենց էլ պետք է լինի, բայց գիտեք ինչ նախնդիրի ես, որ է այն փորձագետներից եմ ձերդ միասին, որ անդադ հիշեցնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագիրը 5 տարի ժամկետ էր նախատեսում ռուս խաղաղապահների տեղակայման համար, հիշում եք, եւ այդ պայմանագրի համապատասխան կետը նոյեմբերի 9-ի պայմանագրի երկրորդ թե երրորդ կետերը չեմ հիշում էական չի կետի համարը, բայց հստակ հիշում եմ ձևակերպումը, եւ այդ ձևակերպումը նա կարդացել է, Վիտալի Բալասյանը կարդացել է նաեւ անվտանգության խորհրդի քարտուղար եղած ժամանակ, միգուցե նաեւ որպես արցախցի ինչ է գրված այդ կետում, այդ կետում գրված է, որ 5 տարին լրանալուց հետո, այսինքն 2025 թվականին, նոյեմբերի 9-ից 6 ամիս առաջ, այսինքն մայիսի 9-ին, լրանում է այն վերջին օրը, եւ կողմերը, տվյալ պարագայում Հայաստանը եւ Ադրբեջանը, կարող են առարկություն հայտնել ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարաձգման կապակցությամբ։ Ու պայմանագիրը ասում է, հայտարարությունը ասում է, եթե նրանք դա չեն անում մինչև նոյեմբերի 9-ը, ապա համարվում է, որ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը ավտոմատ երկարացվում է։ Մայիսի 9-ից հետո, նույնիսկ կարող է մայիսի 9-ից հետո առարկություն հայտնել, բայց դա այլևս առարկություն չի։ Կարևորը որ այդ առարկությունը հայտնեց մինչև մայիսի 9-ին։ Հիմա Վիտալի Բալասանյանը թուղթ ու գրիչը վերցրել է, ամեն ինչ հիշել է, որ կա հայրենական պատերազմ։ Չի հիշել, որ հայրենական պատերազմում միայն Արցախի հայերը չեն կռվել, այլ նաև Հայաստանի հայերն են կռվել եւ շեշտել է միայն նրանց վաստակը։ Ամենայն հարգանքով մեր նախնիների, արցախցի գեներալների, շալկանցի, չաբախովեցի գեներալ բոլորի հանդեպ։ Շարքայինների էլ։ Իհարկե։ Այո, բայց նա մի կողմ տոն ինչպես իմ ընկերներից մեկն է նկատել, ասում նա նույնիսկ առանձնացրեց Հայաստանի կռվածներից իրենց։ Հիմա էտել եմ թողնում իր խղճին եւ իր բարոյականությանը։ Ամեն ինչ հիշել է, նացիզմը, չգիտեմ ինչը, չի հիշել, որ Ալիևը ինքն է մեզ հայկական ֆաշիզմ համար եւ այլն, ինչպես ես ասացի, ու չի հիշել, որ նոյեմբերի 9-ի այդ կետը կա։ Եթե դու հույսդ կապում ես եւ նաև Արցախցի եւ ողջ համայն հայությանն ասում ես, որ Արցախ եւ Արցախում դեպի Արցախ կարող է վերադառնել միայն Ռուսաստանը եւ ոչ ժողովուրդը, կներեք, մոռանում ես, որ հարց տաս կամ թեկուզ պարզես, կամ թեկուզ պնդես, կամ թեկուզ քո նամակում ասես, որ
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, կամ ինչպես իրանք են ասում Վլադիմիր Վլադիմիրովիչ, եթե Ադրբեջանը մինչև նոյեմբերի 9 չի հայտնել առարկություն, Հայաստանն էլ չի հայտնել առարկություն, արդյոք սա նշանակում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մյուս կետերը կան եւ թղթի վրա, ոչ գետնի վրա, բայց որը թղթի վրա ռուս խաղաղապահների ժամկետը երկարաձգվում է ավտոմատ 5 տարի ժամկետով, եւ եթե դա այդպես է, արդյոք ռուս խաղաղապահը վերադառնալու է եւ Արցախի վերադարձի անվտանգության երաշխավոր դառնալ։ Ժամանակակից փաստերը, որոնք դու տիրապետում ես որպես անվտանգության խորհրդի քարտուղար, չես հիշատակում։ Հիշատակում ես 80 տարվա վաղեմության երրորդ համաշխարհային պատերազմ, սա արդյոք ցույց չի տալի Ռուբեն եւ չի ապացուցում այն, որ այդ մարդկանց մտահոգությունը ոչ թե արցախցիների վերադարձի լուծում առաջարկելն է, այլ ուղղակի այն, ինչ ես նկարագրեցի, այսինքն դիսկուրսներ բացել, որոնք Հայաստանում թույլ կտան ձևավորել դեպի Ռուսաստան հակված, դեպի Ռուսաստանը հակված հակտան գործին ընտրազանգված։ Ես պնդում եմ, որ երկրորդ տարբերակ։ Հետևաբար, եկեք ավարտենք այսքանով այս թեման, դա ողորմելի թեմա է, դա անպատվաբեր թեմա է։ Եթե սա է հայ հրամանատարը, բայց բարեբախտաբար նա չէ, որտեղ մենք ունենք Մոնթե, մենք ունենք Վազգեն Սարգսյան, մենք ունենք մյուսներ եւ այլն, բարեբախտաբար նա չէ միայն հրամանատարը, որտեղ եթե միայն նա լիներ, այդ դեպքում պիտի հոնգուր լաց լինեինք, որ Արցախյան գոյամարտի հրամանատարի միջին վիճակագրական կերպարը այսպիսին է, որը կարող է հուսահատությունից, անգերագիտությունից, պատմության չիմացությունից, պատմությունից դասեր չառնելուց եւ այլ գործոններով պայմանավորված նստել եւ այսպես ասած հուսահատության վերջին ճիչ նամակ գրել Պուտին բամագի բովանդակության։ Պարոն Սաֆարյան, դուք հիշատակեցիք այդ Զորի Բալայանիզմը, հա, որը այսինքն դրսևորումներից մեկը, բայց ոչ միակը, դա ուղղակի փորի վրա սողալն է ռուս ցարի առաջ, դրա մյուս դրսևորումն էլ այն էր, որ այդ նույն Զորի Բալայանն էր ասում, որ մինչև Բաքուն գրավելը պետք է Երևանը գրավենք։ Կարծեք թե Երևանը թշնամական քաղաք էր, ինչ էր, բայց մենք տեսնում ենք նաև Ռոբերտ ներողություն Արցախի Բեռնախավի համար թշնամական է։ Ներողություն։ Արի ով է իրենց աններով փոչի։ Հիմա փաստորեն մի վարքան հարցս ավարտեմ, պարոն Սաֆարյան։ Եվ Ռոբերտ Քոչարյանն էլ ինչպես է նկարագրում առաջին Արցախյան պատերազմը, որ ահա 150 հազարանոց Լեռնային Ղարաբաղը դիմագրավեց 7.5 միլիոնանոց Ադրբեջանին։ Այսինքն Հայաստանը մատը մատին չխփեց, ինչ արեց 150 հազարանոց Արցախը եւ դա ասում է մի մարդ, որ այնպես է ստացվել, որ ղեկավարել է թե Արցախը, թե հետո Հայաստանը։ Սա ո՞ց բացատրես։ Արդյոք սենց այդ նույն Զորի Բալայանիզմի տրամաբանությունը չի էլի։ Որովհետև մանավանդ այդ մարդն էլ Հայաստանում իր անփառունակ տասնամյակի կառավարման ընթացքում այստեղ որպես զավթիչի պես է պահել իրեն։ Համեցեք։ Ներողություն, գիտեք, ես երբ նայեցի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, ասել եմ մի հաղորդման ընթացքում հարցազրույցի ընթացքում, հիմա էլ եմ ասում, երկու հարց ինձ սկսեց տանջել։ Մեկը կա արդյոք մի բան, որը մենք լսած չլինենք Վլադիմիր Պուտինից, Սերգեյ Լավրովից, Դմիտրի Պեսկովից, Մարիա Զախարովայից, ուրեմն Ստանիսլավ Տարասովից, Կոնստանտին Զատուլովից, Մարգարիտա Սիմոնյանից եւ մյուսներից։ Հայտնաբերեցի, որ չկա այդպես նախադասություն, որ ես լսած չլինեմ։ Այսինքն նա դրել հատուկ կամ մեթոդիկան են ուղարկել, կամ ինքը
դրել հատուկ նոթատետրում գրել է կամ գրել է տվել, թե ինչ են ասում, եւ եկել է ուղղակի դա կրկնում է։ Եվ երկրորդ հարցը նաեւ արդյոք կա մի միտք, որի հետ ես համաձայն եմ, հայտնաբերեցի, որ բարեբախտաբար կա մեկ միտք, եւ դա այն է, որ նման ղեկավար ունենալը պետության համար աղետ է։ Հիմա դուք ասում եք ինքը բանի Վիտալի Բալասյանի նման, որը առանձնացրել էր արցախցի կռվածներին հայրական պատերազմ ներդրում ունեցած արցախահայերին, եւ նույն ձևեն Ռոբերտ Քոչյանը Արցախին էր բացառապես վերագրել առաջին պատերազմ տարված հաղթանակը, էլի եմ կրկնում, դա երախտամոռության ամենասարսափելի օրինակն է, եւ դուք ասում եք մենք թշնամի լինեինք, երկար ժամանակ չենք խոսել այս մասին, խուսափել եմ, ես ինքս եմ խուսափել եմ խոսել, չգիտեմ ճիշտ եմ արել, թե ճիշտ չեմ արել, որովհետեւ ես այս խնդրեմը շատ շուտվանից եմ նկատել։ 2000 թվականների սկզբին, երբ առաջին անգամ իմ կյանքում գնացի Արցախ, սրտի թրթիռով, որովհետեւ նաեւ իմ պապերը եկել են այնտեղի, իմ ադամ պապը իր տասնյակ, իր գերդաստանով եւ նաեւ այնտեղ ունեցած գույքով, սեփականությամբ, անասուններ եւ այլ, արտագաղթել են հերթական անգամ 1800-ականների սկզբին, ուրեմն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ներկայիս տարավ, իմ համար իսկապես դա այլ զգացողներ առաջացնող այցելություն էր, որից ես շոկի մեջ էի, մինչև դա չէի գնացել, որովհետև անձնապես չունեի բարեկամներ, որոնցում կգնայի կմնայի, մնալու պայմաններ չկային, իմ առաջին այցելությունն է եղել Արցախ, եւ ես ուղղակի խելագարվեցի հյուրանոցի տենյակում նստած, հաջորդ օր երբ հանդիպեցինք Բակո Սահակյանին, ես անձամբ մի հարց եմ տվել, ասել եմ դուք նայում եք Արցախի Հանրապետության սպրդվող այս աղբը, որտեղ այն իմ ասածն է, որտեղ մենք իրենց մենքի մեջ չկանք, մենք դուքը շատ տեսաներ են, մենք նրանք, որը ժողովրդական լեզվով ասում են Հայաստանցի Ղարաբաղի տարանջատող։ Եվ գիտեք որն է խնդիրը, բայց սա կարող է լինել չարյաց փոքրագույնը, եթե այդ պրոպագանդան, որը նաև դրսևորվում էր որոշակի, այսպես ասած, ինձ եւ ձեզ հայտնի անուններ այս պահին չտամ, դասախոսների հեռուստադասախոսություններում, որտեղ նրանք ուղղակի ասում էին շուրջ բոլորը դավաճան են, բոլորը Ղարաբաղցիների վատն են։ Նախ ինձ անհանգստացեց այն, որ արցախցիներին փակ են դա, այդ պրոպագանդան արցախցիներին փակ է դարձնում աշխարհի առաջ, որը հետագայում թույլ չի տալու Արցախի համար բարեկամներ ստեղծել, որովհետև եթե բոլորը թշնամի են, դու թշնամու հետ ինչ բարեկամություն պետք է ստեղծես։ Եթե անգլո-սաքսերը թշնամի են, ջհուդամասոնները թշնամի են, Իսրայելը թշնամի են, մեկը թշնամի է, Անգլիան թշնամի է, Ամերիկան թշնամի է եւ այլն, եւ գիտեք ամենախնդիրը, ամենադաժանը նա է, որ միակ բարեկամը Պուտինն է։ Այո, բայց միակ բարեկամ Պուտինն է, այո, այդ պրոպագանդայի դասախոսների շարքը ես չգիտեմ, էլի պահել են այդ արխիվները, Արցախի հերթանկեցությունը հիմա ինչ որ էջ ունի, չգիտեմ իր արխիվները որքանով են արխիվացված, այ եթե ուզում են հերքերի մասածը, խնդրեմ հրապարակի կապացեք հակառակը, բայց այդ այլանդակ դասախոսություններում Հայաստանին վերաբերող հատվածը մի քիչ ավելի խորամանկ է ձևակերպված, եւ դա ներկայացնում է Լևոն Տեր-Պետրոսյանիզմի տեսքով, բայց խորհուրդ առումով դիսկուրսը եւ վերլուծում ես, Արցախում բերում է այն մտքին, որ Հայաստանցին ունակ է դավաճանել բանի Արցախին, հասկանում եք, տրամաբանական հետևությունը այդ քարոզի տակ մեծացող սերնդի մոտ ավարտվում է այդ եզրահանգման, որը չէր հնչում հեռուստատեսությամբ, բայց տեղ էր թողնում այդպես եզրակացություն անելու, որովհետև ստացվում էր, որ չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը ղեկավարի հայաստանցի, Հայաստանը պիտի ղեկավարի արցախցի, որովհետև հայաստանցի ղեկավարը Հայաստանի գլխին նշանակում է դավաճանություն, հնարավոր դավաճանություն, հայաստանցին ունակ է դավաճանել Արցախին, ինչպես դա արել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սա է եղել այդ կեղտոտ պրոպագանդայի ճիախը, որից ես ահաբեկվեցի եւ այդ հարցը բարձրացրեցի, ասի դուք հասկանում եք սրա հետևանքները ինչ են լինելու Հայաստան-Ադրբեջան կտրվածքով։ Ուրեմն ես սա իմանալով եմ 2017 թվականի, երբ խորհրդարանական դրությունների տեխնացու էի, ազատ դեմոկրատների մեր ծրագրում
երևի առանց այս երևույթի մասին հրապարակավ խոսելու գիտակցելով այս աղետի հնարավոր հետևանքները Հայաստան, Արցախի տարանջատման կոնտեքստում առաջարկել էի վերաինտեգրման մեկ էջանոց ծրագիր, որովհետև ես հասկանում եի, որ Արցախում պետք է այլևս վերաինտեգրել Հայաստանին, որովհետև այդ մենք դուքը իրենց menքում մեր չլինելը, իրենց menքից դուրս մեզ հնարավոր պոտենցիալ ճշնամի լինելը վերելու են նրան, որ իրանք մեզ մեղադրելու են Հայաստանցին շուռա գալու եւ իրաց մեղադրի երախտամորության մեջ այն ինչ որ այսօր տեսնում ենք։ Ու այս պրոպագանդայի, որ ասում են ատելության քարոզ արցախցիների նկատմամբ, ատելության քարոզի հիմքերը ստեղ են թափված Զորի Բալայանիզմում, որը դու վկայակոչությունից կե երկար ես պատմեցի ուղղակի օրինակներով ցույց տալու համար, որ այդ սկզբից գրավեք Երևանը, հետո նոր Բաքուն, այդ հերոստատասախոսությունների հետևանքն եղել, որի հարց ես բարձրացրել եմ Արցախում ու ասել եմ ամոթ է, վերջ տվեք այս ամեն ինչին։ Եվ մի փակ քննարկում տեղի ունեցավ հետազոտական կենտրոններից, չեմ ասում այս պահին անունը, բայց եթե շատ պնդի եւ փորձի հակադարձել այդ անունն են տտամ, նախկին նախագահին մոտ հետազոտական կենտրոնը ասի ես առաջարկում եմ եկեք Արցախի սահմանները բացենք մեր առջև, Հայաստանի առջև, Հայաստանի հասարակական կազմակերպությունները մտնեն, գործընկեր դառնան Արցախի հասարակական կազմակերպությունների հետազոտական կենտրոնն ես նույնիսկ 2014 թվականին իմ ինստիտուտի կանոնադրության մեջ հատուկ շեշտեցի, որ նպատակներից մեկն է Արցախում մասնաճյուղ ունենալը։ Եվ այս ամբողջ մտահոգությունն էր նրա, որ ես գիտեի, որ այդ խայտառակ անջրպետը կա եւ դա պայթելու է մի օր, որը պայթեց պատերազմից հետո, հատկապես 23 թվականից հետո, բերելով ամենազազրելի բաներին ու ես, որ իմ արմատները այնտեղից են կներեք, ես չեմ կարող հասկանալ իմ կինը Արցախի ինչպես եւ ձեր կինը։ Իմ կնոջ առաջ մի քերին նահատակվել է ուրեմն Վալերիկ Խաչատրյանը Արցախյան առաջի պատերազմի ժամանակ գերեվարվելով, երկրորդ քերին նահատակվել է իր կնոջ Փենու հետ Հրանտ Խաչատրյանը վերջի 20 թվականի պատերազմում առաջի քաղաքացիական զոհերն են եղել, այդ լինելով այս ամբողջի այս կողմից չեմ կարող ուղղակի չնկատեմ այդ այլանդակությունը, որի հեղինակները այսօր Հայաստանին մեղադրում են ատելության քարոզի մեջ եւ որ այդ ատելության քարոզի սերմերը իրենք վաղուց են ցանել Զորի Բալայանիզմով, Արցախի հերթատեսության այդ եւ դրանից դուրս Հայաստանին պոտենցիալ դավաճան, Հայաստանում պոտենցիալ դավաճան ներկայացնելով իրենց կեղտոտ քարոզությամբ ու դրա օրինակ բերելով Լևոն Տեր-Պետրոսյանիզմը, եւ վերջում այս աղետը եւ շուռ գալով մեղադրելով Հայաստանին, որը բան չի մնացել, որ չտա Արցախին, որը ունեցել է պայմանականորեն 11 երեխա, 10 երեխային վատ է հագցրել, 10 մարզերին քիչ է փող տվել, թեր զարգացած է թողել, 11-րդին պահել է առավելագույն լավ, իր մինուճալ զավակին աղակից սրանց հետո շուռ գալու Հայաստանին մեղադրել, կներեք սա անբարոյականություն է, ու շարունակել է տարանջատումը անգամ 40-ական հայնական երկրորդ աշխարհամարտում իրենց զոհերին վերադասել, մոռացան մատնել սա ուղղակի ինչ ասեմ, սա ողբերգություն է, որը քննադատելը դեռևս սրտի մխիթարանք չի, որովհետև կորուստը ու եւ այս ամեն ինչի համար վճարված գինը այնքան մեծ է, այնքան սարսափելի է, եւ մենք դեռևս այնքան ենք հետ նայելու մաղկտալու եւ 30 տարիների համար, եւ չարածների համար, եւ սխալների համար, բայց այդ նույն ողբերգությունը փորձում են հիմա փաթաթել Հայաստանի գլխին, Հայաստանին տանել արցախացման ճանապարհով, նամակ գրել, ուրեմն Վիտալի Բալասանյանը Պուտինին նամակ գրելուց առաջ պիտի հիշի Արայիկ Հարությունյանի վերջին նամակը։ Հիշում ես։ Հիշեցրեք։ Անպատասխան նամակը, երբ գրված նամակին հաջորդեց այն, որ Ռուսաստանում այդպիսի պաշտոնյա չեն ճանաչում։ Եվ եզրափակելով, պարոն Սաֆարյան, սրան զուգահեռ Վալենսիայում Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը մի
հրատապ բանաձև այսպիսի անունով մի փաստաթուղթ է ընդունել Հայաստանի հետ կապված եւ այնտեղ նշվում է նաեւ անհրաժեշտությունն ապահովելու Արցախահայերի հայրենիք ազատորեն հայրենիք վերադառնալու իրավունքը, հա։ Հիմա ես ուղղակի ուզում եմ հասկանալ, լավ, սա շատ լուրջ այսպես հավաք է եւ շատ լուրջ մանդատ կա այս հայտարարության հետևում եւ Արցախը հայերի ճակատագրով այսպես չակերտավոր մտահոգված այս շրջանակները սա տալիս են չնկատելու, իսկ հանրապետական կուսակցությունն էլ, որ այդ ԵԺԿ-ի մասն է եւ թողես իրենց գլուխը գովան, իսկ մինչև հետը Լենինի դամբարանի կողքն էին նկարվում, այս վերջերս գնացել էին Եդինեյա Ռասիայի հետ, չգիտեմ ինչեր քննարկելու։ Հիմա նրանք էլ դատապարտում են այդ հայտարարությունը։ Լավ, այս խելահեղությունը, այս խելագարությունը, որի հետ մենք գործ ունենք, ասենք Վիտալի Բալասանյանն չի կարդացել, որ գոնե ասի, ահա, տեսեք, մենք մեր ուշադրությունը գրավեց ձեր այդ մոտեցումը, հա, Արցախահայերի նկատմամբ եւ այլն, չգիտեմ, մի հատ հասկանանք ինչ ենք անում, ինչ չենք անում։ Օրինակ եմ ասում, բայց չէ, պետք է փորի վրա սողալ ռուս ցարի առաջ, իդեպ նաեւ դուք երբ որ հիշատակում եք 2017 թվականի այդ ձեր մտահոգությունները, դա էլ համել այն ժամանակահատվածն էր եւ երբ Ռուսաստանից այն չակերտավոր հայ ժողովրդի բարեկամները, հա, այն Կոլերովա նման, Զատուլինա նման, այդ խաժամուժը գալիս էր Արցախ եւ դուք հայերի հետ չեք կարող ապրել։ Չէ, ու լեկցիա են կարդում, որ դուք եք ճիշտ հայերը, հա, ռաֆինացված հայերը դուք եք։ Ռուսաստանի հետ դուք ունեք, դուք չեք կարող ապրել ոչ ադրբեջանցիների, ոչ հայաստանցիների հետ։ Սա Զատուլինի հայամետ Զատուլինի խոսքերն են։ Հայ ժողովրդի բարեկամ։ Այո։ Հիմա ես լավ այս ամենն էլ որ տեղի ունեցավ, ասենք ոմանց թույլ տրվի ասել անանցանելի գլխին չհասավ փաստորեն, հա, այս ամենը, ու ես ոնց հասկանում եմ, այդ իներցիան, այդ զորի բալայանական, ռուսազորի բալայանական պատկերացումների շարունակվում է փաստորեն։ Ռուբեն, լավ տեղից ես հիշեցնում, որտեղ ես եթե խոսեմ, թե ինչպես է հանրապետականը դարձել ԵԺԿ-ի անդամ, երևի ժամեր կպահանջվեն, բայց արի դրա մասին չխոսենք, եթե հետաքրքիր կլինի, դա եք պատմեմ, որովհետև առաջինը մենք էինք դիմել, հետո իրենք խցկվեցին, եւ ԵԺԿ-ում եւ որ մենք վետո էինք դնում ժառանգությունով, ես էի ժառանգության, այսպես ասած, արտաքին հարաբերությունների պատասխանատուն, մենք առաջին դիմորդն ենք եղել, մենք վետո էինք դնում, որ իրենք այդ եվրոպական արժեքներին չեն դավանում, իրենք եվրոպական հեռանկարին Հայաստանի չեն հավատում, ինչու եք տանում իրան, որովհետև ԵԺԿ-ը ընդունում է նաեւ Էրդողանի կուսակցություն արդարություն եւ զարգացումը, հետո շատ կարճ ժամանակ հետո համոզվեցին, որ նա ժողովրդավարական չի եւ հեռացեցին ԵԺԿ-ին։ Հիմա երբ որ մենք դիմեցինք եւ դա բավականին ծանրանդամակցության process էր, որովհետեւ կուսակցությունը ինքը լիքը չափանիշների պիտի հավասարներ գալիս էին փաստաբան առաքելություններ եւ որ ժառանգության կողմից այդ խնդիրները դրվեցին, որ ոնց եք այս ում եք տանում եվրոպական կուսակցության ինձ երջանկահիշատակ Վիլֆրեդ Մարտենսը նրա ուրեմն արտաքին հարաբերությունների ընդլայնման հանձնակատարը ուրեմն Նիկոլան եւ այլն շրջվեցին, ասեցին պարոն Սաֆան, բայց դրանից միգուցե հենց իրենք փոխվեն բոլոր դեպքերում, քանի որ Հայաստանը ուզում է բանակցել Ավստրալիան համաձայնագիր, ազատ եւ խորիվ համապարփակ ինչ որ ձևով բանանում, դա Հայաստանն էլ կողքի լավացնել, իրենք ավելի վերահսկելի կլինեն որպես իշխանություն եւ այլ եւ այլն։ Բայց իրենք չէին համապատասխանում, հիշում եք այդ ժամանակ Բարգավաճ Հայաստանին մերժեցին
ԵԺԿ փաստաբանությունը եկավ, իրենք հաստատողության մտան ԵԺԿ եւ հիմա ուրեմն նայեք Ռուբեն, պիտի ձեր հարցում շեշտեիք Արցախյան ծագումով երկրորդ նախագահի, այսինքն երկրորդ Արցախյան ծագումով նախագահի, որ Հայաստանը ունեցել է, կուսակցությունը դատապարտում է ԵԺԿ-ի իր կուսակցական ընտանիքի հայտարարությունը եւ հələ մի կողմ են տոնում են մեղադրանքներ, որտեղ ասել են մեր հետ չեք քննարկել, մենք կարծիք ասեինք, առանց մեզ դա ընդունել եք, ոնց որ Նիկոլ Փաշինյանի գրասենյակում գրած լինեք այդ տեքստը եւ այլն, բայց մի այլանդակ բառ են օգտագործել, ասում են այնտեղ ձեր հայտարարության մեջ ամրագրվածը կապ չունի հայ ժողովրդի իրական շահերի հետ։ Ու ԵԺԿ-ն դու լավ ցիտեցիր։ ԵԺԿ-ն ասել է Արցախցին պետք է վերադառնա իր հայրենիք։ Այո։ Դու հասկանում ես մենք ինչի հետ գործ ունենք։ Մեր հերոստատիտողը հասկանում է, այս ինչա լսում իրականներով։ Ուրեմն Արցախցի ծագումով մեզ ասել են, որ Հայաստանի ղեկավարը լինի Արցախցի, որպեսզի Արցախ Հայաստանը իրար հետ մնա, որպեսզի Արցախ չկորցնենք։ Եվ այսօր երրորդ նախագահը, որ նույնպես Ռոբերտ Քոչարյանի նման ծագումով Արցախցի է, կանգնում է ասում է ԵԺԿ գլուխը պատին է տվել, որ ասել է Հայաստանը պետք է դառնա Եվրոմիության անդամ, որ ասել է Հայաստանը ժողովրդավարական է եւ որ ասել է Արցախին պետք է վերադառնա իր հայրենի բնորան։ Ես հիմա մի հատ բան ասեմ, եթե ինձ հարցնեք, ես հավատում եմ արցախցիների վերադարձին, ես ասում եմ, ես տալիս եմ հետևյալ պատասխանը։ Ես դա տեսնում եմ միայն մի դեպքում։ Եվրոպական տրանսֆորմացիայի դեպքում։ Եվ տարածաշրջանի եւ առնվազն Հայաստանի։ Ինչու, որովհետեւ եվրոպական ցիվիլիզացիան ներկայիս քաղաքակրթությունը, որը այսպես ասած ինստիտուցիոնալ ամրագրվել է Եվրոմիության, ոչ թե ամբողջ եվրոպական կոնտինենտում, դեռևս ոչ, այլ միայն Եվրոմիության շրջանակներում, դա կոլեկտիվ իրավունքների դուրս տվող ամենամիակ կազմակերպությունն է աշխարհի վրա։ Այո։ Մենք այսօր Արցախ, եթե նույնիսկ ինչ որ եղանակներով խոսենք Արցախների վերադարձի մասին, դա լինելու է անհատական իրավունքի մասին։ Ալիևը հիմա էլ ասում, վերադարձեք, բայց ընդունեք սահմանակետում Ադրբեջանի պասպորտը, եկեք որպես Ադրբեջանի քաղաքացի ապրեք։ Հիմա էլ ասում դա։ Հիմա հարցը հավաքական եւ այլ միջազգային մանդատով երաշխավորված վերադարձի մասին է, որ այնտեղ կտեղակայվի խաղաղապահ եւ Արցախին կգնա այնտեղ ապրելու։ Մի կողմ եմ թողնում ստատուս կլինի, ստատուս կլինի ավտոնոմիա թե ոչ, բայց ենթադրենք նույնիսկ այդ ստատուսը լինում է նվազագույնը, հա, ավտոնոմիան, որովհետեւ Եվրոպական միությունում այսօր կան բազմաթիվ էթնիկ ինքնավարություններ, որտեղ իրանք իրանց լեզվով են խոսում, որտեղ իրանք պարտադրում են անգամ այն պետությանը, որի անդամ են իրենք, ինչպես օրինակ Ալանդյան կղզիները, դու հրաշալի գիտես, իմ հետ միասին եղել ես այդ փորձի փոխանակման մեջ այցելել ենք այնտեղ, ծանոթացել ենք այդ հակամարտության մոդելին վրացիների եւ ադրբեջանցիների հետ միասին։ Պարտադրում են Ֆինլանդիային ունենալ երկրորդ պաշտոնական լեզու շվեդերեն եւ ապրում են դե ֆակտո անկախ ռեժիմով։ Հիմա, եթե ես որևէ ձևով հավատում եմ Արցախի վերադարձին, ապա միայն եվրոպականության կոնտեքստում։ Հիմա գալիս ենք ամենակարևոր հարցին։ Բա այսքանը որ մենք չենք հասկանում ենք, Բաքեր Սարգսյանը իր ՀՀԿ-ն Վիտալի Բալասյանն հասկանում են, դրա համար էլ ԵԺԿ հայտարարությունից հետո հարգելի Ռուբեն, հարգելի պարոն Մեհրաբյան, դրա համար էլ Վիտալի Բալասյանը ասել է ոչ, արցախցիների միակ հույսը Ռուսը եւ Ռուսաստանն են, հասկացաք ինչա տեղի ունեն։ Այո։ Սա է տեղի ունեն, այսինքն ԵԺԿ-ին էլ են պատասխանել անամոթաբար, որ քիթերդ մի խոթեք, Հայաստանը Եվրոպա չպետք է գա, եւ արցախցիների միակ վերադարձը պիտի ապահովի Ռուս եւ Ռուսաստանի ժողովուրդը։ Սա է ասվել։ Այո։ Սա է ասվել եւ նաեւ արի այս հարցին, այս հայտարարությունների այս օրգանական միասնությունը կամ կապը, ինչպես Ռոբերտ Քոչարյանն ասել, քիմիան ընդգծելուց հետո մի բան էլ ավելացնեմ։ Համեցեք։ Հիշում ես, որ բանի ներողություն Վիտալի Բալասանյանի կողմից եւ ընդհանրապես Ռոբերտ Քոչարյան այս ամբողջին
ուրեմն այս ամբողջի հետ կապված որ ուզում ենք հասկանալ այս ակտիվությունը այդ հյուսային գետակի բազում հայաստանյան վտակները ինչու են քչքչում, ինչու են աղմկում այս հարցի պատասխան հասկանալու համար արի հիշենք երբ անցած տարի ապրիլի 5-ին պիտի ստորագրվեր Բլինկենի, Ուրսուլա ֆոն դեր Լայեն, Շարլ Միշելի, վարչապետ Ալիևի, ներողություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստան ԱՄՆ Եվրոմիություն այդ երակողմ այդ հայտնի հայտարարությունը, հիշում ես ինչպես էին ակտիվացել, սրբազան շարժումը երբ առաջացել, այն ժամանակ, այդ ժամանակներում, ապրիլ, այն որ ես տավուշցի լինելով և համաձայն չլինելով իշխանության կողմից որդեգրված համանագործման մեթոդաբանությանը ես նաև չէի կարողանում կանգնել այն մյուս կողմից, ինչի չէի կարողանում, որովհետև գիտեի այդ շարժման օրակարգը տավուշի մասին չի, այդ շարժման օրակարգը Հայաստանի լավ սահման ունենալու ուրեմն մասին չի, այդ ամբողջը եղել է, որպեսզի կանխվի այդ հայտարարությունը, եւ որ դա ստորագրվեց Ռուսաստանում ատամները կարճատացրեցին, Ադրբեջանում ատամները կարճատացրեցին, ճիշտ է, Ադրբեջանը նույնիսկ խորտում էր, սպառնում էր, պատերազմ, ուզում էր տավուշից սկսել եւ այլ եւ այլ եւ այլ։ Այո, կազուս բելի էր ման գալիս։ Այո, կազուս բելի էր ուզում։ Թույլ չտվեց իրան արվել։ Բոլոր դեպքերում երկու մեծակարգերից բռնեցին, ստիպեցին գնալ կանոնակարգի ստորագրման ճանապարհով, ավերացման ճանապարհով, հետո տարբեր ճնշումներ, մինչև խաղաղության պայմանագրի բանակցման ավարտը։ Հիմա երկրորդ բանը ակտիվացումը այդ ինֆոջիհադիստների, ինչպես Վահրամ Աթանասյանն ալանդկա, այդ ինֆոմոջահեդները չէ, արդեն այն քաղաքական ակտիվիստների, քաղմոջահեդների եւ բոլորի ակտիվացումը հաջորդ տեղի ունեցավ երբ պիտի ստորագրվեր Հայաստան-Ամերիկա ռազմավարական գործընկերության օրենքը։ Եվ ինչպես Ալիևն ու Ռուսաստանն էին ուզում կանխել դա, այնպես էլ նրանք էին ուզում կանխել դա։ Հիմա, պարոն Մեհրաբյան ջան, առաջկա օրերին Հայաստանը ժամանում Կայա Կալասը, Եվրոմիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնակատարը, արտգործնախարարը Եվրոմիության։ Եվ ինչը հայտարարել դա մինչև գալ, նա ասել է ես կգամ Հայաստան եւ տեղում ավելի լավ կծանոթանամ Հայաստանի եվրոպական նկարտումներին։ Իսկ մինչև նրա գալը արդեն բանակցվել եւ ավարտական փուլ է մտել ինչը Հայաստան Եվրոմիություն ռազմավարական գործընկերության օրակարգը, որը գալիս է մեկ մակարդակ բարձրացնելու նախկին սեպան։ Հիմա հարցի պատասխանը արդեն ներեւա, ինչու են ակտիվացել, որպեսզի սա կանխեն։ Ինչա պետք իրանց ապացուցել, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն, որովհետև ԵԺԿ-ն էլ բան արել ընդգծել, որ Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով եւ ինքը բարձրագնահատում ռեֆորմները եւ այլն։ Եվ հետեւաբար իրենք ուզում են ապացույցներ ստանալ, որ հիշում ես մի քանի իրավապաշտպաններ կային, որոնք ձեռքի հետ նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն էին։ Այո։ Այդեպ մի լավ բան հիշացնենք էլ մեր հերթատողներին։ Այսօր մեծ միջոցառում է եղել ուղիղ եթերներով տվել են բոլոր եւ Լավ Today, Մեյդան գազեթի, 168 սահաթի, չգիտեմ եւ այլն, այդ ամբողջը Զերկալո եւ այլն, այդ ամբողջը ուղիղ հերարցակները եւ ամբողջ յուրությունները նվիրված են Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գույքերի նկատմամբ հանկարծ որևէ բան տեղի չունենա։ Այո։ Այս էլ ներքին շարժառիթներն էլ ես ուրեմն ինֆո մոջահեդների, քալիբների եւ լացածի եւ ակտիվացված կապացած ներքին մանր խմբակային բաներ են, բայց խոշոր առումով այս ամբողջի նպատակը այդ ամեն ինչը կանխելն է, որպեսզի Հայաստանը իր քաղաքականությունը չդիվերսիֆիկացնի, որպեսզի Հայաստանը գործընկերներ չունենա եւ որպեսզի Հայաստանին հպատակեցնելը, Հայաստանին ենթարկեցնելը, Հայաստանին Բելարուս դարձնելը, Հայաստանին Արցախ դարձնելը լինի ուղղակի տեխնիկայի հարց։ Հիմա մեր հասարակության իմաստնությունը, որ եւ ձեր ամենահիմնական ապավենն է։ Ես մեկ տեսնում եմ իշխանությունը այդպես
շատ հեռատես չի քայլերում եւ արձագանքներում, վաղ արձագանքման քայլերում, վաղ կանխարգելման քայլերում, վաղ վնասած ձեռքման քայլերում եւ նաեւ հենց նեկուս 3 սադրանքին տրվելու այդ պահերով էլի, որովհետեւ բոլոր դեպքերում խնդիրը պիտի այլ դաշտ տեղափոխվեր եւ եթե յոթ մի կողմ շատ գիտակցված քեզ տանում է դեպի պրովոկացիայի դաշտ, դու չպիտի տրվես պրովոկացիային, դու պիտի տանես խնդիրը իրավունքի, օրինականության, արդարության հաղթանակի դաշտ։ Հիմա այս քանի որ իմ ապավենը հիմնականում հասարակություն է, ուզում եմ որ հասարակությանը մենք ավելի շատ բացատրենք, թե ինչ է կատարվում Հայաստանի շուրջ, ինչի համար է կատարվում, եւ իրենք հասկանան, որ խոշոր առումով դետալներում այո, եթե նույնիսկ կան ցավալի վրիպումներ, ես համաձայն, բայց խոշոր առումով պատկերը եւ պետականությունը վերացնելու մասին է եւ այս առումով մենք բոլորս պիտի ձգտենք առավելագույն մեծ եւ լայն կոնսենսուսի թույլ չտալու, որ հանրապետության ոչ միայն երրորդ քաղաքում, այլ անգամ որևէ գյուղում ժողովրդավարության դեմ գործող, Հայաստանի Հանրապետության պետականության դեմ գործող որևէ ուժ մուխլոժներով, մուտիտներով, ինտրիգներով, ինչ այլ բառեր եմ օգտագործում, որի համար ներողություն եմ հայցում, բայց ավելի հասկանալի թույլ չպետք է ուղղակի իշխանության ամենաստորին ուղղակի ձևավորման իրավունքը եւ բանանը։ Այդ դրա համար էին ուզում իրենք, որ շատ արագ ջնջվի բոլորից անարդարության հոգնեցած նախկին ներկայ ջրբաժանը, որպես իրենք կարողանան խառնել խաղաթարթերը, նոր դեմքերով գալ Հայաստան, նոր դեմքերով ինչպես Ձորի Բալայանը կասեր, վերցնել Երևանը, հետո հանձնել Երևանը ու դարձնել հերթական Մինսկ 2-ը։ Շատ շնորհակալ եմ, պարոն Սաֆարյան, ձեր այս չափազանց դետալիզացված եւ հանգամանալից այս ձեր դիտարկումները, եզրակացությունները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար բարին ձեզ, մի շնորհ հանդիպում։ Ես շնորհակալ, մաղթում եմ խաղաղություն, իմ հասարակության, իմ ժողովրդին համբերություն եւ մեր իշխանություններին շրջահայացություն ու վերատեսություն այս դժվարին շրջանները եւ այս մեծ անցումը պատվով անցնելու եւ Հայաստանի պետականությունը դեպի ապագա տանելու։ Շնորհակալ եմ։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկեր քաղաքագետ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ, քննարկեցինք Հայաստանի ներքաղաքական որոշ գործընթացներ, նրանց պատճառները, պատճառահետևանքային կապերը եւ նաեւ առաջիկա հնարավոր զարգացումները։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարին ձեզ։